Վերջին տարիներին մենք նկատում ենք սեյսմիկ ակտիվության անոմալ աճ։ Աճում է ոչ միայն երկրաշարժերի թիվը, այլև ուժգնությունը։ Դրանք տեղի են ունենում ինչպես մայրցամաքներում, այնպես էլ օվկիանոսի հատակին։ Դրան զուգահեռ սրընթաց աճում է խորը կիզակետով երկրաշարժերի թիվը, որոնք հրահրում են երկրաշարժեր երկրակեղևում։ Ուստի ավերիչ երկրաշարժերի կանխատեսումն ու կանխարգելումն ամենակարևոր խնդիրն է, որը մարդկությունը պետք է լուծի առաջիկա տարիներին։ Անցյալ դարի կեսերից գիտությունը մեծ փորձ է կուտակել երկրակեղևի վրա արհեստական ազդեցությունների հետևանքների ուսումնասիրության հարցում, արդյունքում միտք առաջացավ ուժեղ երկրաշարժը փոխարինել մի շարք ավելի քիչ ուժեղ երկրաշարժերի հետ, ապահովելով սեյսմիկ էներգիայի ընդհանուր լիցքաթափում։ Օրինակ, Երկրի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են ինդուկտիվ սեյսմիկության, այսինքն մարդու գործունեության հետևանքով առաջացած երկրաշարժերի վերաբերյալ առկա տվյալները։ Նման գործունեությունը ներառում է խոշոր ջրամբարների ստեղծում, նավթի և գազի, ինչպես նաև պինդ հանածոների արդյունահանում, ստորգետնյա միջուկային պայթյունների արտադրություն, հզոր էլեկտրական իմպուլսներ, մեծ հրթիռների արձակում։ Սեյսմիկ գործընթացների վրա ազդում են նաև երկրակեղևի թրթռումների հզոր ինժեներական աղբյուրները։ Արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ բոլոր այս տեսակի տեխնածին ազդեցությունները ազդում են այն տարածաշրջանի սեյսմիկության վրա, որտեղ դրանք արտադրվում են։ Պարզվել է, որ այնպիսի վայրերում, որտեղ տեղի են ունենում նման ազդեցություններ, թույլ երկրաշարժերի թիվն ավելանում է, իսկ ուժեղ երկրաշարժերի թիվը նվազում։ Հետևաբար, գաղափար ծագեց տեկտոնական թիթեղների լարվածությունը թուլացնել, ակտիվորեն ազդելով երկրակեղևի վրա սպասվող ուժեղ երկրաշարժերի գոտիներում, հիմնվելով դրանց միջնաժամկետ կանխատեսման վրա։ Օրինակ, ուղղորդված պայթյունի միջոցով տեկտոնական թիթեղները բեռնաթափելով 7 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժի փոխարեն, նույն վայրում կարող եք ստանալ առավելագույնը 2-ից 2.5 բալանոց երկրաշարժ, այնպես որ շենքերը կանգուն կմնան, և մարդկանց վտանգ չի սպառնա։ Այն վայրում, որտեղ պետք է տեղի ունենա երկրաշարժ, կարելի է փորել հորատանցք և մեծ խորություններում ուղղորդված, վերահսկվող պայթյունով լարված կառույցները այնպես փափկացնել, որ թիթեղները թուլանան և լարվածությունը ընկնի։ Բայց դրա համար մեր գիտնականները պետք է որոշեն այս ամենահիմնական, ամենաառաջնային նշանները, որոնք թույլ կտան 6 ամսվա ընթացքում որոշել երկրաշարժի ճշգրիտ տեղը, ուժը և բեռնաթափել սալերը այս վայրում։ Դեռևս 1952 թվականին գիտնականները փորձնական ճանապարհով հաստատել են պինդ մարմինների նոր ձևավորված մակերեսների նախկինում անհայտ հատկությունը՝ վակուումում բարձր էներգիայի էլեկտրոններ արտանետելը։ Երբ ստեղծվում է անդադար մակերես, առաջանում է մինչև 10/7 աստիճանի վոլտ 1 սանտիմետրում լարվածությամբ էլեկտրական դաշտ, որը կարող է առաջացնել էլեկտրոնների արտանետում։ Այս հայտնագործությունը հետագայում հանգեցրեց նման մակերեսների կոշտ ռենտգենյան ճառագայթման հայտնաբերմանը, և դա այնուհետև օգտագործվեց նյութերի և արտադրանքի ամրության ոչ կործանարար փորձարկումներ իրականացնելու համար, մասնավորապես որոշելու համար առաջնային միկրոջաքերը, որոնք դեռ չեն հանգեցնում դրանց փլուզման։ Երբ պինդ մարմինը հասնում է մի վիճակի, որը մոտ է պատռմանը, հայտնվում են սաղմնային ոսպնյակի ձևավորված խոռոչներ, որոնք ծառայում են որպես էլեկտրոնների և ռենտգենյան ճառագայթների արտանետման վայր, որը կարելի է գրանցել։ Նմանատիպ գործընթացները տեղի են ունենում Երկրի ընդերքում, մոտ 1 ամիս առաջ մինչև երկրաշարժը, լիտոսֆերային թիթեղների ամենաբարձր զուգակցման վայրերում։ Այնտեղ մեծ քանակությամբ տարբեր մասնիկներ են արտազատվում, այդ թվում էնդոգեն նեյտրինո։ Էնդոգեն նեյտրինոյի հոսքը այս վայրի վրա լոկալ փոխազդելով Երկրի էլեկտրամագնիսական դաշտի հետ, ոչնչացնում է էլեկտրամագնիսական դաշտի ուժային գծերը, ասես այն վերածելով մաղի։ Նեյտրինոյի ակտիվության արդյունքում առաջացած անցքերը ստեղծում են պայմաններ, որոնց շնորհիվ տիեզերական ճառագայթումը սկսում է հասնել Երկիր։ Ահա թե ինչ են արձանագրել լեհ գիտնականները։ Լեհ երկրաֆիզիկոսները, համեմատելով տիեզերական մասնիկների և սեյսմիկ ակտիվության մի քանի ընդունիչների տվյալները, եկել են այն եզրակացության, որ ուժեղ երկրաշարժերին նախորդում են Երկիր հասնող տիեզերական ճառագայթման ֆոնի վրա չափված լոկալ անոմալ տատանումները, որոնք դիտվում են հնարավոր ցնցումներից մոտավորապես 2 շաբաթ առաջ։ Մասնիկների այս ավելացված հոսքը հնարավոր է հայտնաբերել շարժական դետեկտորների օգնությամբ, որոնցից այժմ օգտվում են գիտնականները։
Այս նպատակների համար կարելի է նաև օգտագործել Neutrino Power Cube անվառելիք գեներատորը, որն օգտագործում է գրաֆեն մասնիկների կինետիկ էներգիան էլեկտրական էներգիայի վերածելու համար։ Դրա հզորության բարձրացումը կխոսի մասնիկների հոսքի ավելացման մասին։ Այսինքն նման անվառելիք գեներատորները կարող են ծառայել որպես էնդոգեն նեյտրինոյի սենսորներ։ Եթե դրանք տեղադրվեն ամբողջ աշխարհում, ապա կարող եք առցանց տեղեկատվություն ստանալ այն մասին, թե որտեղ և երբ կլինի երկրաշարժը։ Այսօր մենք կարող ենք առաջնորդվել միայն երկրաշարժերի այնպիսի առաջնային նշաններով, ինչպիսիք են նեյտրինոյի ճառագայթման ավելացումը այն վայրում, որտեղ տեղի կունենա երկրաշարժը, բայց խնդիրն այն է, որ երբ էնդոգեն նեյտրինոների զգալի ճառագայթում է տեղի ունենում, հնարավոր չէ նման բեռնաթափում կատարել, որովհետև այդ դեպքում 7-ից 8 բալերի փոխարեն մենք արդեն կստանանք ավելի քան 20% երկրաշարժ, այսինքն, առնվազն 10 բալ։ Դա հեշտությամբ բացատրվում է նման պարզ օրինակով, պատկերացրեք, որ շոգեքարշը վեր է մղում վագոնների երկար կազմը, որոնք դեմ են առնում բետոնե պատին, շոգեքարշը շարունակում է հրել, և ծանրաբեռնվածությունը առաջին մեքենայի և պատի միջև ավելանում է։ Ինչ-որ պահի ինչ-որ բան չի դիմանա, կամ վագոնը, կամ պատը, և տեղի կունենա այն, ինչը մենք անվանում ենք երկրաշարժ։ Հիմա պատկերացրեք, որ ճնշումը հասել է կրիտիկական մակարդակի և բոլոր վագոնների միջոցով փոխանցվում է հենց շոգեքարշին։ Եթե հանկարծ հեռացնեք առաջին մեքենան, որը գտնվում է պատի և մնացած մեքենաների միջև, բաց է առաջանում, այս պահին լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Ինչ կլինի, ճիշտ է, շատերը կասեն, զսպանակը սկսում է բացվել, հզոր հարվածը տեղի ունենում, երբ հսկայական զանգվածը բախվում է կտրուկ աճող արագությամբ։ Սա հանգեցնում է հարվածի ուժի ավելացմանը, այսինքն զանգվածը բազմապատկվում է արագությունով։ Բայց եթե առաջին վագոնը հանենք կազմի վերջից, այսինքն հենց շոգեքարշից, ինչ կլինի այդ դեպքում։ Վագոնները մղող ուժի և հենց վագոնների միջև դատարկություն է ձևավորվում, ափսեի վրա բեռը կտրուկ նվազում է, և լարումը ներծծվում է։ Ինչպես է դա տեղի ունենում, վագոնները կանգնած են անկյունի տակ, և շոգեքարշը տանում է դրանց դեպի վերև, մենք հեռացնում ենք վագոնը, և շոգեքարշը հնարավորություն է ստանում ավելի արագ շարժվել։ Բայց նրան դիմավորում է բեռնված վագոնների ամբողջ զանգվածը, այս զանգվածը շարժվում է դեպի շոգեքարշը։ Ինչ է լինելու, նախ և առաջ, առաջին վագոնի և պատի միջև բեռնաթափումը, իսկ երկրորդը, վագոնների զանգվածը կտրուկ կկանգնեցնի և կնվազեցնի վագոնները քաշող ուժը, ինչը կդանդաղեցնի շոգեքարշը։ Այսպիսով, նեյտրինոյի սենսորների շնորհիվ մենք կարող ենք որոշել լոկալ տեղը, որտեղ այդ մասնիկները բավականին շատ են, այն կարող է գտնվել կանխատեսվող երկրաշարժից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Հենց այստեղ է, որտեղ բեռը մեծանում է, մենք կարող ենք բեռնաթափել սալը, թուլացնել դրա ճնշումը, նույնիսկ տիեզերական ճառագայթման հայտնվելուց առաջ։ Արդյունքում կստանանք առավելագույնը 2.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ և կխուսափենք ուժեղ երկրաշարժից թե բեռնաթափման և թե կանխատեսման կետերում։ Այսպիսով, մշակված սենսորների կայանքների շնորհիվ մենք կկարողանանք կարդալ գրեթե ամբողջ աշխարհից այն տեղեկատվությունը, որտեղ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, և գրեթե ցանկացած երկրաշարժ պարզապես բեռնաթափվում է, այսինքն, խնդիրը վերանում է, և դա կհանգեցնի նրան, որ սեյսմիկ ակտիվությունը, որպես այդպիսին, կդառնա բացարձակ կառավարելի։ Բայց կա մի մեծ խնդիր, դա մեր հասարակության պառակտված լինելն է։ Նման տեխնոլոգիաների ներդրման համար մեզ անհրաժեշտ է միջազգային համագործակցություն և փոխգործակցություն։ Խորը կիզակետով երկրաշարժերի և հրաբխային ժայթքումների թվի էքսպոնենցիալ աճը վկայում է մեր մոլորակի արտասովոր մագմատիկ ակտիվության մասին։ Հրաբխակետները նաև անոմալիաներ են արձանագրում հրաբուխներից արտանետվող լավայի բաղադրության մեջ։ Այս բաղադրությունը ոչ տիպիկ է և բնորոշ է թիկնոցի խորը շերտերի մագմային։ Այն ավելի տաք է և ավելի հեղուկ, ինչը արագացնում է դրա վերելքը։ Մեծ խորություններից մագմայի արագ վերելքը վկայում է երկրի ներսում վտանգավոր և նախկինում չնկատված գործընթացների առաջացման մասին։ Սա նշանակում է, որ հսկայական էներգիա է սկսել կուտակվել մոլորակի ընթերքում, որը ձգտում է դուրս գալ։ Հազարամյակներ շարունակ քնած գերհրաբուխները սկսում են արթնանալ։
Հաշվի առնելով այս փոփոխությունների դինամիկան, կա հավանականություն, որ մեկ գերրափխի պայթյունը կարող է հրաբխային ժայթքման շղթայական ռեակցիա առաջացնել, հանգեցնելով համաշխարհային աղետի, կարող ենք արդյոք ինչ-որ կերպ ազդել այս գործընթացների վրա և նվազեցնել դրանց կործանարար հետևանքները։ Այո, եթե մենք հասկանանք գործընթացի ֆիզիկան։ Հրաբխի ժայթքումը տեղի է ունենում մագմայի խցիկից մագմայի բարձրացման և հրաբխի խրամուղում ճնշման բարձրացման արդյունքում։ Տաք մագմայի վարքագիծը մագմայի խցիկում նման է խմորիչի։ Մագման մեծանում է ծավալով, զբաղեցնում է ամբողջ ազատ տարածքը և երկրի խորքից բարձրանալով ճաքերի միջոցով, փորձում է դուրս գալ, ինչպես խմորն է բարձրացնում կաթսայի կափարիչը և թափվում է դրա միջից։ Այնպես էլ մագման ճեղքում է երկրակեղևը ամենաթույլ վայրերում և դուրս է գալիս մակերևույթ, հենց սա է հրաբուխի ժայթքումը։ Հրաբուխի ժայթքումը տեղի է ունենում մագմայի գազազերծման պատճառով, գազազերծման գործընթացը հայտնի է բոլորին։ Եթե զգուշորեն բացեք գազավորված ըմպելիքի շիշը, լսվում է թրխկոց և շշից ծուխ է հայտնվում, իսկ երբեմն էլ փրփուր, այսինքն այդպես կատարվում է գազազերծումը։ Եթե շիշը բացելուց առաջ թափահարենք կամ տաքացնենք այն, դրանից հզոր շիթ կցայտի և այդ գործընթացը անհնար կլինի դադարեցնել։ Իսկ եթե շիշը ամուր փակված չէ, ապա այս շիթն ինքնին կարող է խցանը դուրս շպրտել շշից։ Մագմայի խցիկում մագման գտնվում է ճնշման տակ, ինչպես գազավորված ըմպելիքը փակ շշի մեջ, այն վայրում, որտեղ երկրակեղևը լավ փակ չէ, մագման կարող է դուրս ցայտել երկրի ընթերքից, տապալելով հրաբխի խրոցը, և որքան ամուր լինի խրոցը, այնքան ավելի ուժեղ կլինի հրաբուխի ժայթքումը։ Այդ պատճառով հին կալդերաների ակտիվացումը շատ է անհանգստացնում գիտնականներին, քանի որ դա լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար։ Գիտնականները լրջորեն մտահոգված են հրաբխային ժայթքումները կանխելու ուղիներ գտնելով։ Օլեգ Ալբերտովիչ Մկրտիչյանը և մի խումբ գործընկերներ առաջարկում են վերահսկել ճնշումը հրաբուխների տակ գտնվող երկրորդական մագմայի խցերում, որոնք դրսևորում են սոլֆատարային ակտիվություն, այսինքն արտազատում են տաք գազեր և ջրային գոլորշիներ։ Դա հնարավորություն կտա ոչ միայն կանխել հրաբխային ժայթքումները, այլև որպես շինանյութ օգտագործել հրաբխային ապարները։ Դրա համար առաջարկվում է թեք ալիքներ փորել երկրորդական մագմայի խցիկի մեջ և օգտագործելով որոշակի մանիպուլյացիաներ հեռացնել մագման։ Նման գործողությունների արդյունքում մագմայի ճնշումը պետք է իջնի և ժայթքում չի առաջանա։ Բայց գերհրաբուխների դեպքում նման մեխանիզմը չի աշխատի։ Բանն այն է, որ սովորական հրաբխի ժայթքման ժամանակ կուտակված մագմայի միայն մի մասն է ժայթքում։ Մնացածը ենթարկվում է բնական փոխհատուցման գործընթացի, տարբեր մագնիտուդով մի շարք կայունացնող երկրաշարժերի տեսքով, ինչը հետագայում հետ է պահում մագմայի ժայթքումից։ Ի տարբերություն սովորական հրաբուխների, գերհրաբխի հզոր ժայթքման դեպքում երկրակեղևը չի կարող զսպել այն լիթոսֆերային թիթեղների շարժման միջոցով։ Փոխարենը, տեկտոնական թիթեղը փլուզվում է հալման գործընթացի միջոցով, ինչը թույլ է տալիս մագմային հոսել հսկայական ճնշման տակ անմիջապես մագմայի խցիկից։ Եթե ժայթքի գերհրաբխային կալդերան, դա կլինի մագմայի, էներգիայի և մնացած ամեն ինչի հսկայական արտազատում և մեր մոլորակի ներսում ճնշման կտրուկ անկում, և ահա մի ֆենոմենալ բան տեղի կունենա։ Ներսում ամբողջ մագման կեռը, նրա ջերմաստիճանը և ծավալը ակնթարթորեն զգալի կբարձրանան։ Դա տեղի է ունենում, եթե դուք բացեք ճնշման կաթսայի կափարիչը, առանց ճնշումը նախապես գցելու։ Եվ քանի որ գերհրաբուխների կալդերանները փոխկապակցված են մագմատիկ հոսքերով, որոնք գտնվում են հսկայական ճնշման տակ, դա նշանակում է, որ մնացած հրաբուխները կպայթեն, ինչպես խցանները շշերից։ Այս մագմայի հոսքերը անընդհատ շրջանառում են, առաջացնելով մագմատիկ գետեր, որոնք էլ ճնշման աղբյուր են հանդիսանում։ Ճնշումը կուտակվում է խցիկում, որը ձևավորվում է ցանկացած կալդերայի տակ և ուղղակիորեն կապված է այս գետի հետ։ Այս մագմատիկ գետը լվանում է թիթեղները, անընդհատ ավելի շատ քայքայելով դրանք ներքևից և իր համար դեպի վեր ուղիներ բացելով։ Եվ երբ գերհրաբխի տակ գտնվող խցիկից մագման բարձրանում և այրում է լիթոսֆերան, սա նշան է, որ գերհրաբուխը շուտով կժայթքի, բայց ի տարբերություն հրաբուխի, գերհրաբուխի մագմատիկ խցիկը հսկայական է։ Ուստի այստեղ այլ մոտեցում է պետք։ Կոնկրետ ինչպիսին։ Ժայթքումից և մեծ աղետից խուսափելու համար անհրաժեշտ է հեռացնել ավելորդ ճնշումը, այսինքն գազազերծում իրականացնել։ Դրան կարելի է հասնել անցք անելով և ավելցուկը բաց թողնելով։
Եթե դա անեք նույն կալդերայում, ապա դրա կայունությունը կխաթարվի եւ այդպիսով այն կակտիվանա, բայց քանի որ բոլոր կալդերանները կապված են մագմատիկ գետերով, անհրաժեշտ է հորատել այլ վայրում։ Այն կարելի է հեշտությամբ որոշել, օգտվելով համակարգերից, որոնք ուսումնասիրում են մեր մոլորակը արբանյակներից, օգտագործելով ջերմային պատկերները, գտնելով ամենահարմար տեղը, պետք է սահուն կերպով ազատել ավելցուկային գազը հորատման միջոցով։ Միաժամանակ մեզ անհրաժեշտ կլինի այդ վայրում շատ լավաբաց թողնել։ Բայց արդյունքում մենք կխուսափենք պայթյունից ինչպես հորատման վայրում, այնպես էլ բուն կալդերայում։ Սա պետք է լինի հանգամանորեն վերահսկվող գործընթաց։ Այս պլանավորված բեռնաթափման դեպքում խցիկի տակ գոյացող պղպջակները հոդս են ցնդում։ Սա նշանակում է, որ ճնշումն իջնում է ոչ միայն այս մագմայի խցում, այլ նաև մագմատիկ գետերում։ Իսկ սառեցված մագմայից առաջանում են մակերեսային շատ խիտ ու ամուր միացություններ։ Նրանց շնորհիվ այս հրաբուխը չի ժայթքի հաջորդ հազարամյակների ընթացքում։ Առաջին քայլը, որը պետք է արվի, ամբողջովին մթնոլորտային ջրի գեներատորներին անցնելն է և վերգետնյա ու ստորգետնյա աղբյուրներից ջուր վերցնելը դադարեցնելը։ Մթնոլորտային ջրի գեներատորները կարող են արտադրել ինչպես խմելու, այնպես էլ արդյունաբերական կարիքների համար անհրաժեշտ ջրի ծավալը։ Դրանք կենսական նշանակություն կունենան ջրային ճգնաժամի պայմաններում և կապահովեն ջրամատակարարման կայունությունը։ Երկրորդ քայլը ջրահեռացման համակարգերի վերակառուցումն է։ Ջուրը չպետք է թափվի բաց ջրամբարներ, այն պետք է մաքրված մտնի հողի մեջ և միայն բնական մաքրման միջոցով անցնի հողի շերտերի միջով և հայտնվի ջրամբարներում։ Մթնոլորտային ջրի գեներացումը լուծում է կլիմայի փոփոխության խնդրի 70%-ը, իսկ թափոնների մաքրումը ևս 30%-ը։ Սա հնարավորություն կտա ամբողջությամբ իրականացնել ՄԱԿ-ի կայուն զարգացման միանգամից մի քանի նպատակներ։ Երրորդ կարևոր քայլը էներգիայի անվառելիք գեներատորների (EAG-ի) ներդրումն է, որոնք անհրաժեշտ են մթնոլորտային ջրի գեներատորներին էներգիայի ինտենսիվության պատճառով անհրաժեշտ և մատչելի էներգիայով ապահովելու համար։ Ջրարտադրող կայանքների խոնավությունը պետք է համալրվի բնական աղբյուրներից, և դրա համար անհրաժեշտ է վերացնել բաց ջրամբարները։ Հենց EAG-ի ներդրումը կնվազեցնի կախվածությունը հիդրոէներգիայից և հնարավոր կդարձնի ամբարտակների բացումը։ Գետերի վերականգնումն իրենց բնական գետուղիներում և բնական հոսքի վերականգնումը կհանգեցնեն ջրերի լճացման վերացմանը, և էկոհամակարգերը կկենդանանան։ Այս միջոցները նաև թույլ կտան հասնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված կայուն զարգացման մի շարք նպատակների։ Սա մեր մոլորակի պահպանման առաջնահերթ քայլերից մեկն է։ Եթե դրանք իրականացվեն, ապա զգալի արդյունք կտեսնենք արդեն 2-ից 3 տարուց։ Մթնոլորտային ջրի գեներատորները մթնոլորտից վերցնում են ավելորդ խոնավությունը, որն առաջանում է մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացման արդյունքում։ Երբ օդը ներս է մտնում, այն մաքրվում է աղտոտիչներից։ Մթնոլորտից ջուր ստանալու տեխնոլոգիան էկոլոգիապես անվնաս է և օգնում է մոլորակին։ Կարող է արդյոք ՄՋԹ-ի տեխնոլոգիան արտադրել ջրի անհրաժեշտ ծավալները։ Նույնիսկ եթե 8 միլիարդ մարդուց յուրաքանչյուրը մթնոլորտից դուրս բերի 100 լիտր ջուր, այդ քանակը ամբողջությամբ կփոխհատուցվի գոլորշիացման միջոցով։ Դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք։ Ի վերջո, այս ջուրը մաքուր է, և այն հասանելի է ամենուր և բոլորին։ Եվ ես հավատում եմ, որ մեր աշխարհը վերջապես հայտնաբերել է իր համար այս այլընտրանքային աղբյուրը։ Ես նախագծել և մշակել եմ մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ցանկացած վայրում տեղադրել մթնոլորտից ջուր ստանալու գեներատորը, որը կարող է արտադրել օրական ավելի քան 100,000 լիտր ջուր, կամ 200,000 լիտր։ Դա այլևս դժվար չէ։ Պարզապես պետք է լավ մտածել։ Այս տեխնոլոգիայի հետ կապված իմ նպատակն է մարդկանց հնարավորություն տալ ապրել այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են և երբեք չպետք է անհանգստանան ջրի պակասի մասին, քանի որ քանի դեռ մենք կարող ենք շնչել օդը, այդ մեր շնչած օդում խոնավություն կա։ Մենք ստեղծել ենք ավելի հզոր համալիրներ, որտեղ ցանկության դեպքում կարելի է օրական մի քանի հազար գալոն արտադրել, բայց դրա հետ մեկտեղ համամասնորեն աճում է էներգիայի սպառումը, ուստի ամեն ինչ հանգում է այն հարցին, թե ինչն է մեզ ավելի հարմար։ Ավելի մեծ կապիտալ ծախսեր անել, ավելի շատ կայանքներ գնելու համար, թե ավելի բարձր գործառնական ծախսեր, դրանք գործարկելու համար։ Մթնոլորտային ջրի գեներատորները կարող են արտադրել ջրի ցանկացած պահանջվող ծավալ, ներառյալ արդյունաբերական կարիքների համար։
MGT-ի տեխնոլոգիան կարող է հեղափոխություն գործել գոյություն ունեցող գյուղատնտեսական սկզբունքների մեջ և դառնալ անհրաժեշտ տարր գրեթե բոլոր արտադրական ցիկլերում։ Մթնոլորտային ջրի գեներատորի տեխնոլոգիան կենսական նշանակություն ունի բոլորի գոյատևման համար, սակայն այն ունի իր թույլ կողմը։ Դա սպառվող էներգիան է։ Արտադրողները մտածում են, թե ինչպես իրենց կայանքները դարձնել ավելի խնայող և շահավետ, դրանց վրա տեղադրում են արևային մարտկոցներ։ Սա աշխատում է մթնոլորտային ջրի փոքր գեներատորների համար, բայց արդյունաբերական մասշտաբով կլիմայի գլոբալ փոփոխության ժամանակ այս լուծումը բավականաչափ արդյունավետ չէ և երբեմն չափազանց խոցելի է։ Մեզ անհրաժեշտ է էներգիայի այլընտրանքային, հզոր, էկոլոգիապես մաքուր և, որ ամենակարևորն է, էժան աղբյուր։ Առանց վառելիքի գեներատորների տեխնոլոգիան կամ կրճատ էակն կարող է արտադրել անսահմանափակ քանակությամբ անվտանգ և էժան էլեկտրական էներգիա, էապես նվազեցնելով մեր ծախսերը, սարքը էլեկտրաէներգիայի է վերածում այն էներգիաները, որոնք արդեն առկա են մեր շուրջը անսահմանափակ քանակությամբ։ Հարյուրամյակների ընթացքում նման սարքերը մեր առօրյա կյանքում ներմուծելու բազմաթիվ փորձեր մնացել են անհաջող, գիտության և տեխնոլոգիայի զարգացման արհեստական զսպման պատճառով։ Այսօր աշխարհում կան էակի բազմաթիվ մոդելներ, որոնք հիմնված են տարբեր սկզբունքների վրա և էներգիայի տարբեր ձևերը վերածում են էլեկտրաէներգիայի։ Այս տեխնոլոգիաները կարող են արմատապես փոխել ողջ հասարակության կյանքը և հասանելի դառնալ յուրաքանչյուր մարդու, այդ թվում նաև ձեզ համար։ 2023 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայում տեղի ունեցավ Ազատ էներգիայի միջազգային կոնգրեսը, որտեղ աշխարհի տարբեր երկրների ծրագրավորողները կիսվեցին տարիների փորձով և ցուցադրեցին իրենց գյուտերը։ Առավելությունները, որոնք մենք ունենք ավանդական վերականգնվող էներգիայի համեմատ, բավականին ակնհայտ են։ Մենք տրամադրում ենք մշտական էներգիայի աղբյուր, որը կարող է գործել բազային ծանրաբեռնվածության ռեժիմում։ Քանի որ այն հասանելի է օրական 24 ժամ, շաբաթը 7 օր, տարեկան 365 օր։ Այստեղ կարևոր է նշել, որ հիմնական ծախսերը զգալիորեն կնվազեն, քանի որ էներգիայի պահպանման, փոխադրման և ցանցի ծախսերը կվերանան։ Սա նաև նշանակում է, որ ապագայում էներգիան կարող է շատ ավելի էժանանալ, հատկապես, եթե այն խելացիորեն կարգավորվում է և օգտագործվում է ավելի արդյունավետ, ինչը հանգեցնում է սպառողների ծախսերի նվազմանը, և ես վստահ եմ, որ դա մեծ օգուտ կբերի սպառողներին։ Մենք կարող ենք նրանց տրամադրել հուսալի էներգետիկ աջակցություն, զերծ բնական աղետների պատճառով հնարավոր խափանումների հետ կապված ռիսկերից և միշտ մատչելի գնով, և եթե մենք կարողանանք նպաստել դրան, ապա ես կատարած կհամարեմ իմ առաքելությունը։